Սրտի խորքերից խոսք Աստծո հետ, թե սղճումն ուժգին և թե մոլեգին մեղանչումը մեզ կորիսյան են մատնում հավասարապես, թեպետև նրանք օտար են միմյանց և նմանությամբ իրարից տարբեր, բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք պիտի տեսնենք, որ նրանք երկուսն են մղում են մարդուն հուսահատության, զիկ կասկածում է մեկը հզորի ձեռքի զորությանն, իսկ մյուսը չորքոտանի անասնի նման անզգայաբար խզում է հույսի առասան մի սպառ, ուստի առաջնին միշտ փաղաքշելով խնդում է սատանան, իսկ երկրորդով դիզելով արյունն իբրև կերակուր պարարվում է նա դժողորովայն գազանի նման, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման, լույզնին շուրջ դարձյալ և կենդանության ոգի առնելով պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել հառնել կորստից անկենդանական, օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ գութ է տածում բոլորի հանդեպ, նաև երկնավոր բարերար հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկության ինձ մեղավորիս և ախտավորիս, և սկսելով ողբերգությունն այս աղերսանքների, ես հավատքի շենքը պիտի կառուցեմ, զիվոմը նախնիներից հավատքով զինված փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական, ապաշխարության դեղն ընդունելով զղջման միջոցով, նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ, առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում, որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով ապագա երկնավոր պարգևների հույսով հավատացին ու փարթամացան անտեսանելի ճոխություններով, աչք հիշենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ, թե ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է, եթե ընտրյանների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք, հավատքը պիտի գտնենք գերազանց ամեն ինչից վեր, քանզի դրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս, առանց հավատքի փառաստերն անգամ չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ, այլ նախ և առաջ իբրև լծակից իր բարերարությանը մեր հավատքը նա պահանջեց մեզնից, նա է մոտեցնում մարդուն Աստծո, կյանք ընձեռելով մեզ ինքնիշխան ընդունակությամբ, զիոհնաբանված Աստծո բերանն էր, որ վկայեց, թե հավատքը քո փրկեց քեզ, քանզի արդարև հստակ տեսողությունը կատարյալ իմաստությունը, մտերմությունն Աստծո հետ և Բարձրյալին ծանոթ լինելը հավատքի մասն են, մի երջանիկ և ընտրյալ բառ, որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ, պատվակից լինելով սիրո և հույսի, զիմանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ, ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ հավատն ընդունեցին որպես աներկմիկ աստվածապաշտություն, սիրո և հույսի դասակից և երրորդության փառադրելի անվան պատված այդ հավատն է, որ